Սիրելիներս, այս անգամ էլ պատրաստելու եմ իշխանձուկը ջեռոցում։ Այս գործողությունը շատ հարմար է երեկոյան կողմ անել, քանի որ ձուկը մարինացված վիճակում ինչքան շատ մնա, այնքան համահաճելի եւ ավելի համեղ է լինում։ Էնպես որ ես անում եմ երեկոյան կողմ, իսկ եթե դուք անեք, գոնե մի քանի ժամ շուտ։ Ուրեմն ինչ եմ անում, սկզբի համար ձուկը լվացել եմ, չորացրել, հիմա լցնում եմ աղուպերեց և փորերի մեջ դնելու եմ կիտրոն, կիտրոնի կտորներ և թարխուն։ Թարխունը այսպես կտրտում եմ նոր դնում։ Здравствуйте, мои дорогие! Сегодня я буду готовить форель в лаваше в духовке. Для этого я рыбку помыла, почистила, солила, перчила, положила тархун и лимон и буду мариновать несколько часов, чтобы было вкуснее. Հիմա այդ ամենը կատարելուց հետո ձկին տեղափոխում եմ սննդային թաղանթի վրա, փաթաթում և դնելու եմ սառնարան։ Որպեսզի համերը մի լավ համեմվեն։ Եվ կտրելու եմ կտորներով, բայց ոչ մինչև վերջ, թեթևակի։ И буду нарезать кусочками, но не до конца. И отправлю в холодильник, чтобы наша рыба хорошо мариновался. Рыбка наша уже мариновался. Теперь берем лаваш, желательно 2 слоя, и будем готовить рыбку нашу. Положим туда наша маринованная рыбка. Это уже больше нам не нужно. Положим кусок масла. Опять тархун. Ձուկն արդեն մարինացվել է, հիմա եկավ ժամանակը, որպեսզի անցնենք հաջորդ գործողություններին։ Փորոտիքի մեջի դրված կիտրոնը և թարխունը հանեցի, դրանք արդեն ուժը կորցրել են։ Հիմա մեջը դրել եմ մի կտոր կարագ, թարխուն և այսպես անցքերին եմ նորից դնում թարխուն և յուղելու եմ ու գեղեցիկ փաթաթեմ։ После этого намазываем маслом. Вот так, кто сколько хочет. И отправим заранее уже включенная духовку. 25 минут и не больше. Намазываем маслом и вот так заворачиваем. И все. Այսպես մի լավ գեղեցիկ սիրուն փաթաթում ենք։
Եվ ուղարկում նախորոք արդեն տաքացված ջեռոց 200 աստիճանի տակ երևի թե 25 րոպեն կբավականացնի և մի նրբությունն էլ ասեմ, քանի որ լավաշը շուտ տաքանալու, կարմրելու և չորանալու հատկություն ունի, դնելու ենք ջեռոցի ամենատակը։ Ձուկս արդեն պատրաստ է, հիմա նայեմ, տեսնեմ ինչ ստացվեց, տեսնում եք լավաշը լավ կարմրել է, եփվեց 200 աստիճանի տակ ուղիղ 25 րոպե։ Զգուշությամբ ծածեմ։ Լավաշն էլ բացեցի, տեղը տեղին եփվել է, շատ անուշ էլ բուրում է, հիմա զարդարեմ և վերջնական տեսքով ցուցադրեմ ձեզ։ Всё, рыба уже готова. Получилось у меня очень хорошо, вкусно пахнет. Если вам понравился мое видео, то ставьте лайки, пишите комментарии. Для меня это очень важно. До новых встреч. Վերջ, ձուկս արդեն պատրաստ է, վերջնական տեսքն այսպիսին է, եթե ձեզ դուր եկավ, լայքեք, բաժանորդագրվեք, արտահայտեք ձեր կարծիքները, մինչ նոր հանդիպում։